Բայց ցավոք մարդկանց մեծամասնությունը ֆիքսված է նրա վրա, որ եթե ես աչքով չեմ տեսնում, ուրեմն դա գոյություն չունի։ Բայց իրականում դա ազդում է իր կյանքի վրա ու այդ մարդը ուղղակի չի հասկանում, թե ինչու է իր կյանքում տեղի ունենում այս կամ այն process-ը, դա զուտ էներգետիկ մակարդակում է տեղի ունենում։ Նույն մարդն էլ ինքը եթե խորանա, ինքը կհասկանա, թե դա որտեղից ծագեց, ինչ հետևանքներ ունեցավ իր կյանքում։ Դրա համար շատ կարևոր են մարդու էներգետիկ դաշտերը ուսումնասիրել, հասկանալ վիբրացիաները, մարդու վիբրացիաները, տատանումները, էլեկտրամագնիսական դաշտը գործում է ու շատ ավելի հզոր է գործում, քան այն, ինչը մենք համարում ենք նյութական, Մենք չենք կարող դա տեսնել, շոշափել ու մեր զգայարաններով զգալ։ Դա արդեն ավելի էներգետիկ դաշտում է գործում, բայց փաստացի ուղղակիորեն ազդում է մեր վրա, մեր կյանքի վրա ու շատ մեծ ազդեցություն ունի։ Հասարակ օրինակ, երբ որ մարդը տխուր է, երբ որ մարդը ընկճված է, ինքը այսպես կծկվում է, ինքը չի կարողանում բացվել ու իր մոտ ինչ-որ սխալ բաներ են տեղի ունենում։ Իսկ երբ որ մարդը ուրախ է, երջանիկ է, իր մոտ ձևավորվում է ավելի բարձր վիբրացիոն ֆոն, շրջակա միջավայրը փոխվում է, ադապտացվում է իրեն։ Դա հիմա մի քիչ կարող է հեքիաթային թվա, բայց ինքը ունի մագնիսական դաշտ, այսինքն եթե դու բարձր վիբրացիաների վրա ես, դու ձգում ես այդ բարձր վիբրացիաները դեպի քեզ ու հակառակը։ Ես վստահ եմ, որ բոլորը գիտեն այդ հիմա, որ նստեն մտածեն, իրանք կտեսնեն, որ իրոք գործում է ամենօրյա, նույնիսկ մեր առօրյայում շատ լավ կարող են համոզվել դրանում։